Հնդկացորենի վերամշակման գործարան դրեցինք, կառավարությունը օլիգարխների հետ, այսպես ասած, դեմ աշխատեց, մինչև փակեցին։ Հիմա էլ նորից նույն խնդիրների առաջ են կանգնած, ցանողները շատ քիչ են, վերամշակման ծախսը շատ է ստացվում, դիզվառելիքը շատ է, պարարտանյութերը թանկ են։ Փորձառու գյուղատնտես Կորյուն Սումբուլյանը Բավրայի նախկին համայնքապետն է։ Սեփական օրինակով նա լավագույնս ներկայացրեց այն բոլոր խնդիրներն ու խոչընդոտները, որոնց բախվում են գյուղացիները։ Ըստ նրա, գյուղատնտեսության զարգացման առումով վերջին տարիները եւս ոչնչով աչքի չեն ընկել։ Ավելին, հետընթաց են կառուցանագրել մի շարք ուղղություններով, օրինակ շատ համայնքներում նվազել է անասնագլխաքանակը։ Անասնագլխականակը նվազում են պարզ պատճառով, որ անասնակերի խնդիր է առաջանում, երբեմն մի քանի տարին մեկ երաշտելնում կամ մուգն է, այսպես ասած, կտրում վերացնում, բերքատվությունը քիչ է լինում, անասնակերի պակասի պատճառով սկսում են հարկադիր մուրդ։ Իսկ երբ այս բարդ բնակլիմայական պայմաններում մարդուն զրկում են իր միակ աշխատանքով զբաղվելու եւ եկամուտ ստանալու հնարավորությունից, նրան այլ ելք չեն թողնում։ Արտագաղթի ցուցանիշները, ինչպես Շիրակի գրեթե բոլոր համայնքներում, այստեղ եւս մտահոգիչ են։ Երիտասարդ շատ ընտանիքներ տեղափոխվել են արտերկիր եւ հանրապետության խոշոր քաղաքներ։ Փողի շարժը Երևանում է, բոլորը տեղափոխվում են կամ գնում են արտագնա աշխատանքների, կամ տեղափոխվում են Երևան, Գյումրի քաղաքներ, որտեղ ավելի շատ աշխատելու հնարավորություն եւ վաստակելու հնարավորություն կա քաղաքներում, իսկ աշակերտների թիվը սկսել է նվազել, մոտ 80 աշակերտ են, երբ որ վերջի տարիներին 124 էր։ Առաջին հերթին հնարավորությունների աշխատատեղերի բացակայության ու ինչպես նաև ոչ գնահատված լինելու, այսինքն այն կարողություններով, որով կարող են քաղաքում ավելի շատ վարձատրվել, գյուղական տարածքներում ավելի քիչ է։ Հիմնականում գնում են Երևան, Գյումրի, այսինքն քաղաքներ, նաև մեծամասամբ նաև արտագնա երկրներ են գնում, զուտ իրանց սոցիալական կարիքներից ելնելով։ Անդրանիկ Մարգարյանը այն երիտասարդներից է, որոնք ամուր են կառչած իրենց արմատներին, նա փորձում է իր օրինակով ցույց տալ, որ անգամ հեռավոր գյուղում բնակլիմայական ու սոցիալական ծանր պայմաններում հնարավոր է ծրագրեր իրականացնել, համախմբել համագյուղացիներին։ Ղեկավարում է Bright Impact հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է երիտասարդների հմտությունների զարգացման, սոցիալական ձեռներեցության եւ կարողությունների բացահայտման ծրագրերով։ Մարզական ու մշակութային խմբակներ ունեն, մասնակցում են տարբեր փառատոների եւ միջոցառումների։ Ծրագրեր ունենք, հիմա կառուցում ենք երիտասարդական զարգացման կենտրոն, շինարարությունները դեռ ընթացքի մեջ է, որը նախատեսված է համայնքի երիտասարդներին համախմբել մեկ տանիքի շուրջ, որտեղ կարողանան երեխաներ զբաղվել սեփական կարողությունների բացահայտմամբ։ Դրան կարող է նպաստել նոր կրթահամալիրը, որը կառուցվելու է Բավրայում, 144 աշակերտի եւ 80 նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսվող կրթահամալիրի կառուցումը մասամբ արդյունավետ կդարձնի ուսումնական գործընթացի կազմակերպումը տարածաշրջանի 4 բնակավայրերի երեխաների համար։ Հիմա կրթահամալիրը կառուցվում 4 համայնքի համար, տեսնենք Սիզավետ, Սարագյուղ, գյուղի վերջում է, ազատ տարածքի վրա սեփականատերերը վերցվեցին ուղը, որպեսզի կարողանան այդ կրթահամալիրը կառուցեն։ Բավրայում գործում է Սուրբ Նշան եկեղեցին, որը կառուցվել է 2012 թվականին։ Հիմնանորոգվել է Գյումրի Բավրա-Վրաստանի սահման ավտոմայրուղու 11.5 կիլոմետրանոց հատվածը։ Հյուսիս-հարավի շարունակությունն էր Գյումրիից էս կողմ, Աշոտսկ-Բավրա 11 կիլոմետր հատվածը ամբողջությամբ ավերված էր, այսպես ասենք, քայքայված էր։ Նախանցած տարի սկսեցին, անցած տարի ավարտեցին վերանորոգումը։ Խաղահարաբարակը վերանորոգվեց, անդառ հիմնվեց, տեսնենք։ Գյուղաբնակները դրական են գնահատում կատարված աշխատանքները, սակայն ընդգծում են, որ ամենակարևորը սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն է։ Բավրան գրանցված շուրջ 700 բնակիչ ունի, սակայն փաստացի բնակվողների թիվը 530 է։ Նվազման միտումը կանխելու միակ ուղին գյուղացուն աջակցելով տնտեսություն վարելու ապրուստի միջոց ստեղծելու հնարավորության ընձեռումն է։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Շիրակի մարզ գյուղ Բավրա։